Հստակությունը խնդրեմ Տիկին Մանավազյանը հետո Պարոն Պապոյան, օրենքը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված վաճառքին։ Հիմա իմ ունեցած տեղեկություններով այդ նկարներով արտահանված ապրանքը դրսում վաճառքը բավականին էապես ազդել է վաճառքի վրա։ Ես ճիշտն ասած կցանկանամ տեսնել թվերով, եթե հետագայում, այսինքն ինչ որ ժամանակ հետո տեսնենք ինչ ազդեցություն ունի նաև արտահանվող ծավալների եւ տեմպը ինչպես է արդյոք ազդել է հենց վաճառքն է ազդել հնարավոր է լինեն արտահանվող ապրանքների դեպքում դիտարկվի լինի փոփոխություն, որտեղ դրսում կարծես մեր արտադրանքը այդ փաթեթավորմամբ չի ընկալում եւ վաճառքը վատ է։ Շնորհակալություն, ես սկզբից պարոն Թունյանի դիտարկմանը պատասխանեմ, հետո ձեր Տիկին Մանավազյան, ձեր թույլտվությամբ ուղղակի հերթականությունը փայլով, պարոն Թունյան, նախ համաձայն ենք ամբողջովին եւ այդ լղոզված պատկերների, լյումինացիա կոչվում կարծեմ, հա, ինչ որ այդպիսի մի անուն կա, հա, դա արդեն իսկ առողջապահության նախարարության հետ աշխատում ենք եւ նաեւ զուգահեռ այդ նույն նախագծով միանգամից սպիտակ տուփերի պահն էլ կլուծենք, որովհետեւ սպիտակ տուփերը հիմա ստացվում է որ մենք մի օրենքում մի բան ենք գրել, որը մեր միջազգային պարտավորություններին հակասում է եւ բնականաբար ավտոմատ չի աշխատում, բայց շատ ճիշտ է որ օրենքում դա էլ ուղղվի, շտկվի իհարկե, ինչ վերաբերվում է Տիկին Մանավազյանի առաջարկին անկեղծ որ ասեմ, ելնելով օրենքի նպատակից ինձ թվում է ընդունելի է։ Ինչու՞, որովհետև այս մեր օրենքի նպատակը հետևյալն է։ Հայաստանի նախ առաջինը Հայաստանի Հանրապետության շուկայում պաշտպանել մեր սպառողների շահերը, հանրային առողջությունը, նպաստել չծխելու, այսպես ասած, քաղաքականության զարգացմանը։ Երկրորդը ձեր առաջարկը բնականաբար կիրառելի չի լինի ԵԱՏՄ երկրների համար, որովհետև իրանք էլ են այս նույն տեղ կանոնակարգով աշխատում, բայց երրորդ երկրների պարագայում, եթե երրորդ երկիրը ինքը պահանջ չունի, ինչ թվում է շատ ընդունելի քննարկելի առաջարկ է, եկեք մի հատ վիճակագրությունը նայենք հասկանանք կոնկրետ երկրներով որտեղ կա խնդրեմը, եթե պայմանական X երկրում նման պահանջ չկա եւ մեր արտադրողների համար դա հանգամանք կարող է լինել, ես կարծում եմ քննարկելի հարց է։ Այս առումով եկեք դա թողենք քննարկմանը, բայց նույնիսկ ժամանակ կարելի է չսպասենք էլ ժամանակին, այդ հասկանանք, եթե որևէ հակասություն չկա ԵԱՏՄ տեղ կանոնակարգին եւ մեր քաղաքականություններին, որովհետեւ այստեղ պետք հիմնավորումը նվազագույնը ես այդպես եմ պատկերացնում մեր քաղաքացիների առողջության պաշտպանման, մեր Հայաստանում ծխելու մշակույթի, այսպես ասած, նվազեցմանն է ուղղված, այդ մասով ինձ թվում է շատ ընդունելի է էկոնոմիկայի տեսանկյունից առավել եւս։ Պարոն Պապյան, մեկ է մի բան էլ էլի մի ճշտող հարց։ Հիմա եթե օրենքը Բայց կներեք ոնց որ թե արտահանման մասով իմ գործընկերները ինձ տեղեկացնում են, որ մենք պահանջ չունենք։ Արտահանման մասով պահանջ Ժորժ ջան, այս վերաբերվում է քո երկրում վաճառվողին, այսինքն եթե դու արտահանում ես, կարող է նենց երկիր ես արտահանում, որտեղ ընդհանրապես ոչ էլ այս վրայի գրածները չի պահանջվում, այսինքն ամեն շուկա Սա վաճառահանմանն է վերաբերվում, այսինքն ինքը կարող է արտադրի բրենդային անվանումով սիգարետ, դա Հայաստանի Հանրապետությունում չի կարող վաճառահանի, ինքը բայց կարող է արտահանի երրորդ երկիր։ Հետևյալ հարցներ, որ էլի բաներ անհանգստացնում էր, ասենք օրինակ մեկը արտադրել է ծխախոտը օրենքի խախտմամբ, բայց ոչ թե անմիջապես ինքն է խանութին մատակարարում, այլ մեջտեղը մի հատ միջանկյալ կազմակերպություն կա, որը արտադրողից գնում է, հետո ինքն է վաճառում մանրածա խանութին։ Հիմա եթե այդ խանութի բանում ցուցափեղկում հայտնաբերեցին օրենքի խախտմամբ ծխախոտ, համարտադրողն է ուղղանվում, համ էլ այդ միջանկյալ ընկերությունը, որը որ վերավաճառել է բանին, խանութին, այս մի հատ հստակեցնենք, որովհետև եթե այդպես է կստացվի, որ երկու տիպի պատասխանատվություն են անում նույն խախտման համար։
պատասխանատվության հիմնական պատասխանատուն այո շարունակելու է մնալ արտադրողը, ոչ թե որովհետև ինքը պետքա հետևի, որ իր արտադրանքը, եթե այդ արտադրանքը նախատեսված է օրինակ արտադրվել է, որպեսզի արտահանվի Հայաստանից, ինքը պետքա կրում է պատասխանատվություն, որպեսզի այդ process-ում իր հետ նաև գործակցող մարդիկ այդ ապրանքները պահեստից տեղափոխեն մաքսային սահման, ոչ թե պահեստից տեղափոխեն այլ երկրի ներսում գտնվող այլ պահեստ եւ վաճառեն, այս կոնտեքստում մենք պատասխանատվությունը նորից արտադրողի վրա ենք դնում եւ միայն արտադրողի վրա ենք դնում։ Այս մասը խնդրում եմ մինչև լիագում արնիստերի դալիճին հասնելը մի հատ վերջնական հստակ է։ Հիմա չեմ ուզում խոսանք, որ հանկարծ ազգուշաբար տենց սխալ մեսեջ տանք, որպեսզի հասկանանք, եթե խանութում, այսինքն խանութի վաճառողին, միջանկյալողակին չենք դու գալու։ Հստակ միայն արտադրողին։ Շատ լավ։ Կամ ներմուծողին, որը որ տվել է բանին։ Այո, եւ այս խստացումը վերաբերելի է միայն էլի արտադրողների ներմուծողներին, այսինքն խոշոր ընկերությունների մասին է խոսքը, որոնք որ նաև այդ ռեսուրսներ ունեն, այդ վերահսկողությունը պատշաճ անելու։ Շատ լավ, պարոն Պապյան, շնորհակալություն։ Հարց ունեք, պարոն Ղարաբան։ Այո, շնորհակալություն, պարոն Պապյան, ասացիք, որ հասույթի 1%-ի չափով ալինել դու գանքը, բայց նայեք, մեր տեղական արտադրողների հասույթը մենք կարող ենք իմանանք, օրինակ X հայկական արտադրողը եւ արտահանում է եւ ներքին սպառում է անում։ Իր հասույթը հնարավոր է չէ իմանալ։ Բայց օրինակ դրսի արտադրողը մենք մենակ ներքին ստեյի շրջանառությունն է, այս իր ներքին Հայաստանի ներսի 1%-ի վրա չէ փաստացի լինելու։ Մենք այստեղ դրսի արտադրողին չենք դիտարկում, իր ներմուծող ընկերությանն ենք դիտարկում, որ ներմուծում է։ Հիմա ներմուծող ընկերությունը դու գանվելու է 1%-ի չափով, որը միայն Հայաստանին է վերաբերվում, իսկ տեղական արտադրողը, օրինակ Իտալիայել է, ասենք արտահանում կամ չգիտեմ Բրազիլիա, իր ամբողջ հասույթին է լինելու։ Համալա, որովհետև այդ ընկերության ռեզիդենտ ընկերության հասույթին է։ Չէ, մի վարքյան։ Մարդը փաստացի ստեղ արտադրում է ու արտահանում է։ Իր հասույթը ես տեղի սպառումն է եւ արտահանումն է։ Գիտեմ, պարոն Ղարամանյանի չեք ասում։ Գիտեմ։ Պարոն Ղարամանյանը ասում է, օրինակ, ենթադրենք X ընկերությունը արտադրում է 1000 տուփ սիգարետ, 900 տուփը ներմուծում արտահանում է, 100 տուփը վաճառում է ներսում։ Ու ինքը ասում է, քանի որ այդ 100 տուփի խախտման համար մենք փաստացի 1000 տուփի վրա ենք դու գանք կիրառում, տենց անարդար է, բայց դրանից եթե վերանանք, այդ երկու ընկերություններն են ներմուծողն էլ արտադրողն էլ։ Իրանք Հայաստանում գրանցված ռեզիդենտ ընկերություններ են ու շահույթ են այստեղ ստանում։ Ձեր ասածով ստացվում է, որ մի հատ պիտի գնան, հասկանան թե որ մասն է, որ նախատեսված է դուրս գնալու համար, այդ մասը մեջից անեն, մենակ Հայաստանում հասկանալ պետք չէ, իրանք տվյալները կա, նույնիսկ չի որ ցանկացած բարդ բան է իմանալ օրինակ սիգարորը ինչքան է արտահանում կամ ինչքան պահում։ Չէ, դիտի հեշտ է իմանալ տեղական շուկայի շահույթը։ Մի հատ է բան ասեմ էլ ես առումով։ Պարոն Ղարամանյան, օրինակ եթե սա վերաբերվեր նրան, որ մարդը բանը անուշադրությունից ելնելով ՀԴՄ կտրոն չտար կամ չգիտեմ մեկ այլ բան, դա ուրիշ բան։ Այս դեպքում հատուկ ջանքեր է պետք գործադրել օրենքը խախտելու համար։ Այսինքն սա կներեք, օրինակ դրսի արտադրողը հասկանալով որ իր շահույթը ստեղ այդքան էլ էական չի, դուք չեք գանա, չէ՞, օրինակ Ֆիլիպ Մորիսի ընդհանուր շահույթը աշխարհի 1%-ը գանեք։ Էական է, ներմուծողները ռեզիդենտ ընկերություններ են, շատ, ուսենտես եմ լավ, բավականին մեծ շրջանառությամբ եւ իրենց 1%-ը շատ մեծ, այսպես ասած, թիվ է կազմելու եւ այնպես չի որ այտենց ներմուծողները այնքան փոքր են որ իրենց համար դա էական չի արտակամ արտադրողների համար արտահանումը այնքան մեծ մասնաբաժին ունի տեղական սպառման նկատմամբ որ դա այդ իրավիճակը չկա մենք առհասարակ ընկերության գործունեությունն ենք դիտարկում եւ ձեր մոտեցման տրամաբանությունը նա է որ այնուամենայնիվ խախտում անի, բայց դե քանի որ մեր արտադրողն է, իրան մի քիչ ավելի բան, կամ քիչ տուգանենք։ Ես համաձայն չեմ, որովհետեւ հիմա պատկերացեք, որը երկիր որ արտահանում է, այդ արտահանվող երկրում էլ է բանարվում։ Ինչ են ասում, այդ կարգավորումը կա, օրինակ։ Չէ, եթե արտահանվող երկրում էլ կա, առավել եւս, տեսեք, այստեղ առանցքը, այս թեմայի առանցքը սպառողներն են, առողջությունն է եւ երկարաժամկետում տնտեսությունն է
Ինչի, որովհետև կարճաժամկետում տնտեսությունը կարա ենթադրի, որ ծխել կարան խրախուսենք էլ, որտեղ ծխելու արտադրությունը կզարգանա, բայց օրինակ մարդկային կապիտալի աշխատունակությունը կարա ընկնի, հետո առողջապահության վրա լիքը ծախսենք անելու 20 տարի, 30 տարի, այսինքն այստեղ տնտեսական կարճաժամկետ շահը փոխարինում ենք երկարաժամկետ շահով։ Բան էլ ավելացնեմ էլի։ Մեկ էլ մի կարճ արձագանք, իհարկե այդքան էլ համոզիչ չէ, բայց ամեն դեպքում ես ասեմ, բռնագանձումը մրտում է մեջը, նայեք, որովհետև միշտ հետո այդ վարչական իրավախախտումները։ Դուք հայտ է գալիս բռնագանձման խնդիրը։ Այստեղ դրույթ կա, որ այդ արտադրանքը, որը որ փաստացի տեղական լինի, ներմուծող լինի, ինքը խախտումով է, այդ արտադրանքը բռնագանձվի։ Այդ տեսեք, այստեղ դրույթ կա տուգանքի եւ այո, այդտեղ նաեւ տեսչական գործառույթներ էլ է իրականացնում, բայց մենք այստեղ խոսում ենք արտադրողին տուգանելու մասին, այդտեղ այն ինչ որ կա մնացած դրույթները մնում են, շարունակում են մնալ, բայց մի հատ կարևոր փիլիսոփայական բան կա, դուք ասում եք տնտեսական էֆեկտը չկա կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Ես կարծում եմ, որ շատ մեծ կա, որովհետեւ եթե ինչ որ մի բան չենք ծախսում ծխախոտի վրա, ծախսում ենք ուրիշ բանի վրա կամ խնայում ենք։ Այսինքն սա արդեն էֆեկտ է։ Երկրորդը երկարաժամկետում կարծում եմ ոչ մեկ չի վիճի, որ ծխախոտը ազդում է մարդու առողջության եւ աշխատունակության վրա բացական իմաստով։ Դա ակնհայտ է։ Հիմա մարդկային կապիտալի զարգացման մասին, երբ որ մենք խոսում ենք, այդ նաեւ դրա մասին ենք խոսում, որ մարդիկ հնարավորինս երկար աշխատեն, լինեն հնարավորինս երկար ժամանակ աշխատունակ եւ առողջության վրա հնարավորինս քիչ փող ծախսեն, այսինքն առողջության վերականգնվելու վրա քիչ փող ծախսեն։ Հիմա այս կոնտեքստում իմ կարծիքով ինքնուրույն շատ կոնկրետ տնտեսական էֆեկտներ, որոնք որ երկարաժամկետում լավ էլ կարան գնահատելի լինեն։ Մի հարց էլի։ Պարոն Ղարամանյան, նկներեք էլի։ Ներողություն եմ էլի խնդրում։ Այքոսների վրա մինչև հիմա ոչ են կա, էլի, այսինքն սա ծխախոտ